Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Տաթև Զորյանը։ Բարև ձեզ Տաթև։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես Տաթև անդրադառնանք տարածիորեն 3 տեղի ունեցած իրադարձությանը, երբ դատարանը կալանքի որոշում կայացրեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, դրան նախորդել էր Գյումրի խոշորացված համայնքի ղեկավարի կալանքը Վարդան Ղուկասյանի։ Եթե մի քիչ էլ հետ գնանք, նույն պատկերը կարող ենք տեսնել Ալավերդիում, Վանաձորում, ել չասած, որ Փարաքարի համայնքի ղեկավարը սպանվեց։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում բոլոր այն համայնքներում, որտեղ որ հաղթում է ընդդիմությունը, անմիջապես դրան հաջորդում են քրեական գործերի հարուցումները, կալանքները, ձերբակալությունները, ընդհանուր սպանություն։ Ես չեմ ասում սպանության հետ իշխանությունը ուղիղ կապ ունի, սակայն մենք ունենք այդ պատկերը համենայն դեպս այսօրվա դրությամբ։ Եվ տպավորություն է, որ իշխանությունները պարզապես իշխանազավթում են իրականացնում բոլոր համայնքներում, արդեն բացահայտորեն ոտնահարելով օրենքները, սակայն Նիկոլ Փաշինյանը միջազգային բոլոր ատյաններում ներկայացնում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, աննախադեպ ժողովրդավարություն է հաստատված եւ այլն եւ այլն։ Ինչ եք կարծում, այդ Նիկոլ Փաշինյանի այդ հնչեցրած թեզերը միջազգային ատյաններում հավատ ներշնչում են արդյոք միջազգային գործընկերներին, հաշվի առնելով, որ նրանք նույնպես կույր չեն եւ շատ լավ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում բոլորի համար էլ պարզ է, բոլոր գիտակից մարդկանց համար էլ պարզ է, որ այստեղ որևէ իրավական գործընթացի մասին խոսք լինել չի կարող։ Իրականում սա համակարգային գործողություն է ուղղված ընտրական ինստիտուտի դեմ, ընտրական ինստիտուտը այսպես պախարակելու եւ անվանարկելու դեմ ուղղված համակարգային գործողություն է եւ պատահական չի, որ սա ուղղված է հենց այն համայնքապետերի դեմ, որոնք ընդդիմությունից ներկայացված են եղել եւ ժողովրդի ձայն քվեն ստանալով դառնալով ընտրված համայնքապետեր։ Ընտրական ինստիտուտը հեղինակազրկելով եւ անվանարկելով գործող վարչակարգը նպատակ ունի ժողովրդի մոտ ամրապնդել այն մտայնությունը, որ ընտրությունների միջոցով ուղղակի հնարավոր չի որևէ կայուն կամ այսպես նշանակալի փոփոխություն ամրագրել եւ կարծես վախի մթնոլորտ է ստեղծում 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, քանի որ ինքն էլ հասկանում է, որ չունի այն նույն պոտենցիալը կամ ժողովրդական աջակցությունը, ինչը ուներ տարիներ առաջ, եւ կարծես վաբանկ է գնում, իսկ վաբանկ գնում են այն դեպքում, երբ որ այլ պոտենցիալ եւ այլ ռեսուրս չեն ունենում։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային ատյաններում բարձրագոչ այդ ճառերին, դրանք որևէ հիմք ունենալ չեն կարող, որովհետեւ ժողովրդավարությունը նաև ընտրական ինստիտուտի թափանցիկության եւ արդարության մասին է, իսկ այդպիսի թափանցիկություն մենք չենք տեսնում։ Էական չի, թե ընտրախցիկներում կամ ընտրատեղամասերում լցոնումներ լինում են, թե ոչ, ընտրակեղծիքը ավելի խորը համակարգային գործընթաց է եւ իր մեջ ներառում է, թե որքան ազատություններ են տրամադրվում ընդդիմության ճամբարի ներկայացուցիչներին, ինչպիսի ազատություններից են օգտվում նաև մյուս քաղաքական թիմերի ներկայացուցիչները եւ արդյոք ընտրությունների նախաշեմերին նրանց վրա այսպես կարվում են մտածածին քրեական գործեր, թե չեն կարվում, տեղեկատվության ազատությունից հավասարապես կարողանում են օգտվել, թե ոչ, այսինքն համակարգային տեսանկյունից կարող ենք ասել, որ արդեն իսկ մեկնարկել է ընտրությունների այսպես կեղծման գործընթացը եւ կատուն է կալանավորումները, ձերբակալությունները։ Բնականաբար դրանք այդ ամբողջ համակարգային գործընթացի մի մասն են կազմում եւ նպատակը, ինչպես արդեն ասացի, վախի մթնոլորտ սերմանելը ոչ միայն ընդդիմության ճամբարում, այլ նաև հասարակության շրջանում ամրապնդել այն մտայնությունը, որ ընտրություններով իրենց ձայնով ուղղակի որևէ փոփոխություն ամրագրել չեն կարող։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ընտրությունները պայմանավորված չեն միայն ընտրության օրով, այսինքն բուն քվեարկությամբ, իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, որ եթե քվեարկության օրը որևէ աղաղակող ու տեսանելի ընտրախախտում տեղի չի ունեցել, ապա ամեն ինչ տեղավորվում է ժողովրդավարության այդ տրամաբանության սկզբունքների մեջ, սակայն եւս մեկ անգամ դիտողների համար շեշտենք, որ ընտրությունները առհասարակ դրանք եռափուլ համալիր են, որը բաղկացած է նախընտրական փուլից,
բուն քվեարկության օրվանից եւ հետընտրական process-ներից քվեարկության օրը ընդհանրապես ամփոփում է այն գործընթացները, որը տեղի ունենում մինչ այդ եւ շատ հաճախ ընտրախախտումները կարող են տեղի ունենալ նախքան ընտրողը կհասնի ընտրատեղամաս եւ մի բարձ օրինակ բերենք վաղար շաբաթ խոշորացված համայնքում, երբ որ ընդհանրապես 3 չէ առաջի օրն է մեկնարկել պաշտոնական քարոզարշավը, սակայն իշխանությունը արդեն թույլ է տվել 2 ընտրախախտում, մեկը այդ սեղանների բացումը եւ բնակիչներին նվերների բաժանումը, անունն էլ մոռացա ԿՊԱ-ական տեխնացուի Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, մյուսը երբ որ քաղաքապետարանի վաղարշապատի քաղաքապետարանի աշխատողները փակցնում են նրա բաներները, ընդ որում քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված մեքենայով։ Վարչական ռեսուրսի օգտագործման պարզ ապացույցի հետ գործ ունենք, դա արդեն ընտրակեղծիք է։ Հիմա այդ մթնոլորտով, այս վախի մթնոլորտով, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է սերմանել, այս բոլոր արժեհամակարգերի պղծմամբ, ոտնահարմամբ, տրորմամբ, մեր ազգային արժեքները արհամարելով, որն է հույսը Նիկոլ Փաշինյանի, բացի վախի մթնոլորտից իհարկե, որ 2026 թվականին նրան կհաջողվի վերընտրվել, որովհետև եթե նա կալանավորում է, ձերբակալում է համայնքի ղեկավարներին, չեմ կարծում, որ նրան հաջողվի կալանավորել ամբողջ խորհրդարանը, խոսքս ընդդիմադիր հատվածի մասին է։ Կա արդյոք որևէ ռեալ ռեսուրս, որի վրա նա կարող է այս պահին հենվել։ Հասկացա ձեր հարցը, տեսեք, Նիկոլ Փաշինյանի wording-ի մեջ ավելացավ եւս մի այսպես շեշտադրում, նա ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրում է օտար օրակարգեր սպասարկելու մեջ, այն դեպքում երբ իրականում գործող իշխանությունն է օտար օրակարգերի սպասարկիչը Հայաստանում եւ կայուն քայլերով այսպես համակարգված ձևով Հայաստանը տանում է դեպի ադրբեջանաֆիկացիայի, ընդդիմությանը նման մեղադրանք հասցնելով նա նպատակ ունի բոլորին տեղադրել մի ճամբարում, այսինքն ով ռուսամետ է կամ ով ռուսական ինչ-որ ռուսամետ ինչ-որ դիրքորոշում է հայտնում, ապա ռուսամետ է, իսկ ռուսամետությունը հիմա դիտարկվում է հակապետականության հետ, պիտի պարտադիր արևմտյան արժեքների կրող լինես, հայացքը դեպի արևմուտք պիտի ուղղված լինի, այսինքն նաև այս wording-ով, այս քաղաքական հռետորաբանությամբ, այս պաթետիկ տեքստերով Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ընդդիմության հարցերը նաև այսպես քարոզչության ճակատում, քարոզչական ճակատում այսպես մեկ արարով լուծել եւ անցնել առաջ, իսկ իրականում այդ օտար օրակարգերի սպասարկողը հենց ինքը իշխանությունն է։ 5-րդ շարասյունն ինքն է։ Այո, հենց ինքն է 5-րդ շարասյունը, մենք ականատես եղել էինք ինստիտուցիոնալ պետականաստեղծման գործընթացին 80-ականների վերջին 90-ականների սկզբին, քարը քարին վրա դնելով, պատերազմ հաղթելով, պետություն ստեղծելով, բոլոր կարևոր ինստիտուտները ստեղծելով, սահմանադրություն ընդունելով, մենք ինստիտուցիոնալ պետականաստեղծում իրականացրեցինք, ու ցավոք սրտի նույնիսկ մեր ամենավատ երազներում չէինք կարող կանխորոշել, որ կարող է գալ ժամանակահատված, երբ ականատես կլինենք ինստիտուցիոնալ պետականաքանդմանը, բայց հիմա մենք դա մեր աչքի առաջ տեսնում ենք։ Նիկոլ Փաշինյանը իրենով է արել իրավական համակարգը, դատա իրավական համակարգը, այսպես հիմա հերթը հասել է եկեղեցուն, ինչու եկեղեցուն, որովհետև եկեղեցին ավանդաբար պետականության թուլացման պայմաններում կամ պետականության չգոյության պայմաններում իր վրա է վերցրել այդ կարևոր ֆունկցիաները պետականապահպանման եւ պետականաստեղծման եւ այն միակ կառույցն է, որը ունի ինքնուրույնություն եւ օտար օրակարգ սպասարկելու այդ ճանապարհին եկեղեցին բնականաբար Նիկոլ Փաշինյանի ճանապարհին բուսած մեծ խոչընդոտ է եւ ազգային ինքնությունը կոտրելով, ազգային ինքնության արտահայտությունները վերացնելով նա նպատակ ունի շատ հեշտությամբ դառնալ իրագործել իր նպատակը, իսկ իր նպատակի իրագործումից մեծապես կախված է նաեւ իր վերարտադրությունը։ Բնականաբար այսպես ձրի պանիրը միայն թակարդներում է լինում, իր արժեվ հաստատ դրված է այդ խնդիրը, ինչ-ինչ հարցեր լուծելու դիմաց նա ունենալով թուրք-ադրբեջանական աջակցությունը, նաև դրսի աջակցությունը, այդ թվում նաև մեր սիրելի այսպես անպագորգոր արևմտյան այդ կառույցների, ատյանների, այո, մարմինների հովանավորչությունը ինքը ցանկանում է ուղղակի վերարտադրվել։ Դրա համար բոլոր ֆրոնտներով, բոլոր ճակատներով անցել է հակահարձակման, ձերբակալում են դիմության ներկայացուցիչներին, ընտրված համայնքապետերին, վախի մթնոլորտ ձերբակալում կալանավորում է սրբազաններին, հոգևորականներին,
այդպիսի բան ես իմ ողջ գիտակցական կյանքում չեմ հիշում, լինելով նաև քաղաքագետ, բավականին հետ գնալով, պատմական անցքեր ուսումնասիրելով, այդպիսի բաներ ես համարյա չեմ հիշում, այլ չեմ խոսում, որ հայտարարեց եկեղեցապատկան, այսպես կառույցները եկեղեցուց խլելու եւ իբր ժողովրդին վերադարձնելու այդ մտայնության մասին, սակայն դա բոլորս էլ հասկանում ենք, որ ուղղակի պոպուլիզմ է, ինչ ժողովրդին վերադարձնելու մասին է խոսքը, իրականում այդ բոլոր կառույցները, եթե իհարկե հաջողվի դա իրականացնել, ժողովրդինն են։ Դրանք հենց իրեն է վերադարձնելու, հենց իրեն է պահելու, ինչպես որ հայտարարեց կառավարությունը։ Ես եմ դրանից հետո ինքը տոտալ վերահսկողություն սահմանեց դատաիրավական համակարգի վրա, ներքին ուժերի վրա, հիմա էլ արդեն փորձում է եկեղեցին ամբողջովին իրեն ենթարկեցնել։ Եվ միաժամանակ բավարարել Փաշազադեի եւ Ալիևի պահանջները։ Մեծ հաշվով բավարարել հենց իրենց պահանջները։ Եվ դա ներսում ներկայացնում է որպես խաղաղության դարաշրջանի մեկնարկ, որը ունի իր հետեւյալ տրամաբանությունը։ Պիտի անենք այս քայլերը, պիտի փոխենք սահմանադրություն, պիտի նախկիններից ձերբազատվենք, պիտի այս անենք, պիտի այն անենք, բայց դա ընդհանրապես ներսի քարոզչական փաթեթավորում է նախատեսված մեր հասարակության ականջների համար ու հատկապես այն հատվածի, որը որ իրականում քաղաքական մտածողություն չունի եւ քաղաքագիտական մտքի առումով բավականին կաղում է, իսկ իրականում նա իրականացնում է հենց ադրբեջանական օրակարգը ստաբիլ քայլերով իրականացնում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանին կարելի է հռչակել մանիպուլյացիայի հայրը, որովհետև նա իր բոլոր գործողությունները, քայլերը պրոյեկտում է ժողովրդի վրա եւ այսպես խոսակցական բառապաշարով ասած գցում է ժողովրդի գրպանը։ Նայեք, իմ խորին համոզմամբ նա այլևս չունի քաղաքական լեգիտիմություն, ոչ թե այլևս, այլ բավականին ժամանակ է որ չունի, որովհետև քաղաքական լեգիտիմությունը պայմանավորված չէ միայն ընտրություններում այդպես վիզուալ առումով այս արդար եւ թափանցիկ քվեարկությամբ։ 2021 թվականին նա հանրությանը ներկայացավ այլ նախընտրական ծրագրով, որ պետք է ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծում տա Արցախի հարցին, կարևորելով այդ ատյանը որպես հարցի լուծման ամենառացիոնալ ամբիոնը, սակայն եւ ի թիվս այլ խոստումների, սակայն նա տրամագծորեն կատարեց հակառակը եւ այս վերջերս մոգոնել է նոր արտահայտություններ, սնուցող մայրեր եւ նահապետ հայրեր ու ներկայացնում է այնպես, իբր ինքը եկել էր այդ իր ծրագրերով, որ ողջ այդ հարցերը լուծելու է, բայց սնուցող մայրերն ու նահապետ հայրերը դուրս եկան ասեն հələ սպասի։ Մեզ ոչ Արցախը պետք, ոչ սահմանադրությունն պետք, ոչ Հայաստանի Հանրապետությունն խոշոր հաշվով պետք, մեզ ոչինչ պետք չի։ Մեզ միայն տուր ուտելիք եւ խաղաղություն, ուտելիք եւ խաղաղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, երբ որ այդ ամենը պրոյեկտում է հանրության վրա, սակայն մենք տեսնենք, որ հանրությունից հակազդեցություն չի ստանում։ Մենք կարող ենք ենթադրել, որ այնուամենայնիվ Փաշինյանին կհաջողվի այս հասարակությունից կերտել մի սպառողական զանգված եւ իր իսկ ձևակերպումներով մարդիկ կտեսնեն այստեղ կա հաց ու բնականաբար կմնան այստեղ։ Տեսեք, իրականում այստեղ կա հացնել է շատ խաբուսիկ, բայց այո, ես մտավախություն ունեմ, որ կկարողանա բավականին մեծ հատվածի մոտ ստեղծել այդ ստամոքսի մտայնությամբ ապրող եւ արարող հասարակություն։ Դա իմ մեծ մտահոգությունն է, ինչու, որովհետեւ արդյոք սա այն նույն հասարակությունն է, որ տարիներ առաջ ուղղակի սրախոխող էր անում Արցախյան հարցի կարգավորման փողզիչումային տարբերակը եւ այդ տարածքների հետ վերադարձի դիրքերից խոսող պետական գործիչներին որակում էր դավաճան, թուրք, քիրվակ չգիտեմ ինչ, եւ այդ նույն հասարակությունը տարիներ անց ուղղակի մարսեց 3000-ամյա հայկական հողի կորուստը, ադրբեջանականացումը եւ ուղղակի ոչ մի արձագանք, ոչ մի հակահարված տեղի չունեցավ։ 21 թվականին քաղաքական այլ իրադրություններ, 21 թվականին պարտված ղեկավարի վերարտադրությունը իհարկե որևէ բանական տրամաբանության մեջ չէր տեղավորվում, սակայն տեղի ունեցավ, որովհետեւ այս հասարակությունը տարիներ շարունակ ուղղակի հարստահարված, բարոյահոգեբանական ճնշումների ենթարկված եւ վերջում էլ արդեն այդ ավերիչ կործանարար պատերազմի հետևանքները տեսած մի հասարակություն էր ու քանի որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներ այն ժամանակ նախկինների կարկառու ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանն էր, ուղղակի ընտրություն վատի եւ վատ թերագույնի միջև այդ սխեմայի մեջ տեղավորվելով ընտրեցին ի վերջո Փաշինյանին։ Հիմա բոլորովին այլ քաղաքական իրավիճակ է Եվ այստեղ անելիք ունեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Եթե նրանց հաջողվի մի կողմ դնել իրենց ամբիցիաները, մի կողմ դնել իրենց շահերը եւ համախմբվել ընդհանուր հայկական օրակարգի շուրջ, իսկ ինչն է հայկական օրակարգը, հայկական օրակարգը Հայաստանի Հանրապետության պետականությունը փրկելն է, պետությունը փրկելն է եւ օտարի այսպես ազդեցության գոտում չհայտնվելն է։ Եթե այդ օրակարգի շուրջ համախմբում տեղի ունենա թե արտախորհրդարանական եւ թե խորհրդարանական ուժերի կողմից եւ վստահ եմ, որ հասարակության բավականին մեծ հատված
կապված պահանջարկ կներկայացնի գնալու այդ ուժերի հետևից եւ նաեւ կանգնելու սեփական պետության եւ պետականության փրկության դիրքերում։ Այսինքն այստեղ անելիք ունի նաեւ ընդդիմադիր թևը, ընդդիմադիր ճակատը, պետք է մի կողմ դնեն բոլոր տարաձայնությունները, իշխանատենչության այդ դիրքերից պետք է իջնեն ի վերջո ներքև, որովհետեւ մենք պետություն ենք կորցնում, պետականություն ենք կորցնում։ Պետությունը ի վերջո միայն հողատարածքը չի, ֆիզիկական այդ տարածքը չի, որի վրա մարդիկ ապրում են, պետությունը նախ բովանդակություն է, պետությունը նախ պետականության ատրիբուտների առկայություն է, պետականության հիմնադրույթների առկայություն է, որը մենք չենք տեսնում։ Եթե կհիշեք 21 թվականին առաջին նախագահը նախընտրական իր տեքստերից մեկում արտաբերեց այն միտքը, որ այս ընտրությունը իրականում ընտրություն է պետականության հիմնադրույթների եւ երկրի փրկության օրակարգի միջև, եւ հենց այդպես էլ հետագա ժամանակահատվածը ցույց տվեց, որ հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Այսինքն, եթե լինի ընդդիմադիր ճակատի համախմբում եւ հստակ օրակարգի ձևակերպում, ես վստահ եմ, որ հասարակության բավականին մեծ զանգված կգնա այդ ուժերի հետևից։ Դեռևս հավատս չեմ կորցրել ամբողջ պետք է չի, Տաթև ջան, իրականում հավատ է կորցնել, որովհետև մեր հասարակությունը շատ ավելի ուժեղ է եւ շատ ավելի խորն է կրում ազգային արժեքները, պետականության գիտակցումը, հայրենիքի զգացողությունը, քան փորձում է ցույց տալ Նիկոլ Փաշինյանը։ Որպես օրինակ եկեք վերեմ հետեւյալը, նայեք, Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հաճախ է կոչ անում, այսպես չակերտավոր կոչել իհարկե, որ եթե համաձայն չեք ինձ հետ, ապա հեղափոխություն արեք։ Չէ՞, որն է այստեղ Նիկոլ Փաշինյանի ստորությունը իմ գնահատմամբ, որ հասարակությունը պատերազմից հետո ոտքի կանգնել է, հիշենք դիմադրության շարժումը տեղի ունեցավ, սրբազան շարժումը տեղի ունեցավ, այսինքն հասարակությունը երբևէ չի համակերպվել խոշոր հաշվով պարտության այս ստորացման գաղափարի հետ ու չի հանդուրժել Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը վարչապետի աթոռին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը գործադրել է ողջ ռեպրեսիվ զինանոցը, իրավապահ համակարգը, ոստիկանական ուժերը, դատավորներին ամբողջը ինչ զինանոցի, որ նա տիրապետում է, այդ թվում ԿՊԱ-ական տարբեր այսպես տրամաչափի գործիչների, եթե իհարկե իրենց կարելի է գործիչ համարել, հանրությանը շեղելու, նրանց վրա ազդելու այդ մանիպուլատիվ գրառումները եւ այլն եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս ստոր դրսևորումները մի կողմից կոչ անել հեղափոխություն իրականացնել, սակայն միանգամից ոստիկանական ամբողջ զինանոցը կանգնեցնել հասարակության առաջ։ Հիմա մենք կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը չի խորշի նաև ներքին բախումներից, այսինքն պատրաստ է հասարակությանը տանել քաղաքացիական պատերազմի, ինչը կարող է երաշխավորել իր մի քանի տարի եւս ավել պաշտոնավարումը։ Միանշանակ հարցը ունի դրական պատասխան, Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցի առաջ կանգ չի առնի վերարտադրվելու սուրբ նպատակին հասնելու համար։ Տեսեք, պարզ լոկալ օրինակ ցես բերեմ, կարգալույց արված հոգևորականը հայտարարեց, որ չի լքելու բանկը եւ Ստեփան Ասատրյան, եթե Ասատրյան, եթե չեմ սխալվում, եւ երկրի վարչապետը հայտարարում է, որ մասնակցելու է կարգալույց արված հոգևորականի կողմից մատուցվող պատարագին, եւ երեք արդեն Ազատություն ռադիոկայանի թողարկած կադրերից մենք տեսանք, որ եկեղեցում արդեն բախումներ են, մի կողմից կարգալույց արված հոգևորականի սակավաթիվ կողմնակիցների միջև, մյուս կողմից այն հասարակության adekvat ներկայացուցիչների, որոնք Ներողություն, մի ճշտում ուղղակի, էլի Տաթև ջան, եթե թույլ կտաք, ես չեմ հավատում, ուղղակի չեմ հավատում, որ Ստեփան Ասատրյանը ունի կողմնակիցներ, նույնիսկ սակավաթիվ կողմնակիցներ։ Ես դրան պարզապես չեմ հավատում, որովհետև գիտեք ինչ, սովորաբար կողմնակից ունենում են նա, ով հանրության մեջ որոշակի հեղինակություն է վայելում, որոշակի անուն է ձեռք բերում։ Ինֆլուենսեր էսպես ասած։ Ինձ թվում է այդ չակերտավոր կողմնակիցները մասովկան ապահովել են բուտաֆորիայով։ ԿՊ-ի հերթական բուտաֆորիաներ, որը իբր ցույց տան, որ այս Ստեփան Ասատրյանը այն հոգևոր հովիվն է եղել, նրա մասին միանշանակ արդեն անցյալով պետք է խոսենք, որին ժողովուրդը սիրում էր, հավատում էր եւ ահա եկել են ինչ որ փորձում են հանուն Ստեփանի մարտնչել։ Համաձայն եմ ձեր ասացի հետ, բայց այստեղ էական այն էր, որ Նիկոլ Փաշինյանը այո որևէ միջոցի առաջ խտրականություն չի դնելու, ընդհանուր մինչև քաղաքացիական ընդհարումներ եւ բախումներ հրահրել է եւ մենք դա տեսնում ենք։ Իրականում պետական մտածողություն ունեցող ցանկացած ղեկավար պիտի հանդես գա հասարակության համախմբման, ներքին ճնշումների
վերացման, այսպես հասարակության համերաշխության դիրքերից, սակայն մենք տեսնում ենք բոլորովին հակառակը։ Նա իր բոլոր գործողություններով, թե քաղաքական որոշումներով, թե քաղաքական որոշումների ազդեցության հետևանքները մեկնաբանելու իր կերպով, նա ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը լինի պառակտված, թույլ, բարոյազրկված, նաև ինչ որ մի պահի պատրաստ սեփական կոկորտը այսպես բռնելու եւ, չգիտեմ, բաց չթողնելու։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ որևէ միջոցի առաջ այս վարչակարգը խտրականություն չի դնելու 26 թվականին ամեն կերպ փորձելու է վերարտադրվել։ Այստեղ մի կարևոր բան էլ կա, մի կողմից մեր ներքաղաքական process-ներից, մյուս կողմից Թշնամական երկրի կամ չնայած հիմա Փաշինյանի դիտարկումներով եւ Փաշինյանի տեսանկյունից բարեկամական երկիր չակերտավոր բարեկամական երկիր Ադրբեջանի ղեկավարի այսպես հռետորաբանությունը, եւ չգիտեմ դուք տեսաք, որ երկու օր առաջ հայտարարել էր, որ մինչեւ 28 թվականի վերջ Զանգեզուրի Միչանսկի հարցը փաթեթով այսպես լուծվելու է եւ ավարտվի։ Դա ինչ է նշանակում, դա մեսիջ է ուղղված Փաշինյանին, որ այո, մենք ամեն կերպ կպահենք քո իշխանությունը, դու ունես մեր աջակցությունը քո իշխանությունը պահելու, սակայն դա գին ունի, իսկ այդ գինը այն բոլոր զիջումներն են, որոնց մասին կուլիսներում նրանք պայմանավորվում են, սակայն քարոզչության մակարդակով այդ մասին հասարակությունը ոչինչ չի իմանում։ Նույնիսկ օգոստոսի 8-ին կնքված այդ նախահամաձայնագիրը խաղաղություն կոչվածի վերաբերյալ փաթեթավորվեց Հայաստանի Հանրապետությունում որպես արդեն խաղաղության դարաշրջանի մեկնարկ, սակայն խաղաղությունը ինչ է, խաղաղությունը դա իրավաքաղաքական կարգավիճակ է, մեխանիզմի ներդրում է, որը մենք չենք տեսնում։ Այդ խաղաղությունը շատ թվացial է, ով կարող է երաշխավորել, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո եւ նա հրաժարվի Ադրբեջանի հերթական զիջումներին տուրք տալ, նորից կրակոցներ կամ էսկալացիայի փորձեր Ադրբեջանը չի անելու։ Այնպես որ մենք խաղաղության իրավիճակում չենք, խաղաղություն կնքվում է հավասար կամ գոնե մի փոքր թույլ դիրքեր ունեցող հակառակորդի հետ, որը տալու կամ վերցնելու ինչ որ բան ունի, որտեղ փոխզիջումային տրամաբանությունն է գործում, այլ ոչ թե կապիտուլացված, պատերազմ պարտված եւ ամեն գնով թշնամական օրակարգը սպասարկելու ցանկություն հայտնող վարչակարգի հետ։ Իրականում Նիկոլ Փաշինյանը, որը ասում է, մենք արդեն խաղաղության դարաշրջան ենք մտել, մենք արդեն ապրում ենք խաղաղության պայմաններում, նայեք ինչ խաղաղ ենք ու համերգներ ենք կազմակերպում, երգում ենք, պարում ենք եւ այլն, բայց բավական է ընդամենը մեկ կրակոց Ադրբեջանի կողմից, ընդամենը այո, եւ այդ խաղաղության դարաշրջան այդ ձևակերպումը անմիջապես այո հոդս է ցնտելու։ Հիմա դուք որպես քաղաքագետ խնդրում եմ տվեք ձեր գնահատականը, կարող ենք ենթադրել, որ Ալիևը մինչև 2026 թվական ամեն ինչ անելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի իր պաշտոնում, այսինքն ամեն գնով նպաստելու է, որպեսզի այդ խաղաղության դարաշրջանի միֆը պահպանվի մինչև ընտրություններ, որին բնականաբար հաջորդելու են նաև հետագա խոստումները, նոր զիջումները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է եւ իմիջիալից նա չէր թաքցնում այլևս, որ խոստացել է, որտեղ արդեն ամեն ինչ բաց է տեղի ունենում, այլևս ամեն ինչ թափանցի։ Բնականաբար այդպես է լինելու է, կտեսնեք, կհամոզվեք, մինչև ընտրությունների ամբողջական այդ գործընթացի ավարտը թշնամական կամ բարեկամական երկրի կողմից որևէ կրակոց կամ էսկալացիայի փորձ չի լինելու։ Փաշինյանը ունի թուրք-ադրբեջանական տոտալ հովանավորչությունը վերարտադրության գործում, նաև արևմուտքի հովանավորչությունը, դրա համար քարտ բլանշ է ստացել եւ այս ներքին ռեպրեսիաների սկիզբն է դրել։ Դրանով է պայմանավորված, որովհետև գոնե նախկինում արևմտյան այդ արդարամիտ գործիչների հակազդեցությունները եւ բանաձևերը գոնե զսպող մեխանիզմ էին հանդիսանում մեր վարչակարգերի համար եւ այդքան ակնհայտ ռեպրեսիաների եւ բռնաճնշումների չէին գնում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ հիմա ուղղակի այսպես ամենաթողությունը, որը ավտորիտարիզմի դրսևորման վառ ապացույց է։ Մենք գնում ենք տոտալ ավտոկրատիզմի, որը փաթեթավորված է ժողովրդավարության անվան տակ, բայց իրականում այստեղ ժողովրդավարության որևէ ատրիբուտ այլևս գոյություն չունի։ Սկսած ընտրական ինստիտուտից, որը ամբողջովին տրամաբանորեն խաթարված է, գործընթացային առումով խաթարված է եւ հստակորեն որպես քաղաքագետ կարող եմ պնդել, որ որևէ արդար կամ թափանցիկ ընտրական process-ի մասին խոսք լինել չի կարող, ընտրությունները արդեն իսկ կեղծված են ու դա չափելի ինդիկատորներով կարող եմ ապացուցել, վերջացրած ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ մյուս ռեպրեսիաները, դատական գործերը կարվող վերջի պահին, որը ներկայացվում է նախկինների դեմ տոտալ պայքար, բայց չէ որ արդեն 7 տարի իշխանության ես գտնվում եւ 7 տարվա ընթացքում միայն բոլոր հնարավոր ճակատներով ուղղակի ձախողումներ ու ռեգրեսիաներ ես արձանագրել։ Համաձայն եմ, բայց նայեք, ասում եք ավտորիտարիզմի է
գնում, ինձ թվում է դրան պետք է հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը գնում է նաև ֆաշիզմի, որովհետև ես չեմ հիշում, ավելի շուտ ոչ թե չեմ հիշում, չի եղել նման բան։ Նոր անկախ Հայաստանում դեպք, երբ որ երկրի ղեկավարը մտահղանա ինչ-որ գաղափարախոսություն, կապ չունի դրական է այդ գաղափարախոսությունը, թե բացասական էլեմենտները իր մեջ պարունակում, այնուհետև փորձի իր սեփական գաղափարներին տա սահմանադրական տեսք, ինչը հիմա փորձում է անել Նիկոլ Փաշինյանը, նա մոգոնել է կամ իրեն պարտադրվել է իրական Հայաստան այդ կեղծ ապազգային գաղափարախոսությունը եւ նա փորձում է սահմանադրության փոփոխման արդյունքում դուրս մղել անկախության հռչակագիր եւ առհասարակ բոլոր այն դրույթները, որոնք հղում են անում անկախության հռչակագրին եւ իրական Հայաստան գաղափարախոսությունը ամրագրել սահմանադրության մեջ, հետայսու, եթե Աստված մի արած է սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան, մեզ այս քննարկման համար կարող են դատել որպես սահմանադրախախտներ, այո, ոչ թե Նիկոլ, որովհետեւ արդեն Նիկոլ Փաշինյանի անդիմանալը ավտոմատ ստացվելու է սահմանադրության խախտում։ Տաթև ջան, եկեք մի այսպես անդրադարձ կատարենք, նայեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան երբ որևէ մի բան է հայտարարել, մենք միշտ ծիծաղով ենք ընդունել, վերաբերվել, երբևէ լուրջ չենք համարել դրանք, սակայն կյանքը ցույց է տվել, որ նա ոչինչ հենց այնպես չի հայտարարում։ Նրա բոլոր հայտարարությունները ժամանակի ընթացքում ստանում են միս ու արյուն եւ ի վերջո մենք բախվում ենք այդ իրականությանը, ասենք հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմություն, այդ հայոց պատմություն եւ Հայաստան այդ կեղծ դիսկուրսից իրական պատմական Հայաստան այդ կեղծ հակասություններից Արարատ լեռան ու Ալագած լեռան էլի այդ կեղծ հակադրություններից մենք երբ նա առաջին անգամ դա ասաց, մենք իհարկե ծիծաղացինք, լուրջ չվերաբերեցինք, սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ ամենը իրականություն է դառնում։ Հիմա մի քիչ կիսահումորային փորձենք նաև այս բային հարցին մոտենալ։ Նայեք, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչի առաջ կանգ չի առնելու, նա պատրաստ է նաև կալանավորել վեհապարին։ Եթե կալանավորեց 3 սրբազաններին, ինչու չպիտի կալանավորի վեհապարին։ Նայեք, նա ամբողջությամբ ոչնչացնում է եկեղեցու հիմքերը, ամբողջությամբ գնում է դրա ոչնչացմանը, նա պառակտում է եկեղեցին, հասարակության առջև փորձում է արժեզրկել եկեղեցու հեղինակությունը, նա ոչինչի առջև էլ եմ ուզում շեշտել, կանգ չի առնելու։ Այս վերջերս էլ հայտարարեց առանց որևէ առիթի, որ ինքը ամուսնացած չի, ոչ ԶԱԳՍ-ով, ընտանիքի ինստիտուտն է արժեզրկում։ Այո, ոչ եկեղեցով, ոչ ԶԱԳՍ-ով ամուսնացած չէ։ Ազգային ինքնության հիմքերն է արժեզրկում։ Այո, իհարկե նա դա այնպես մատուցեց, իբր իրեն դրա համար հարցրել են, այդ մասին հարցրել են, բայց ես չեմ հավատում, որ կգտնվի մեկը, որը 4 ընտանիք ունեցող երեխա ունեցող։ Նման հարց չի ձևակերպվել, ոչ թե պատկանների կողմից, ոչ հանրության։ Կոնկրետ նպատակ ունի։ Բացի ավանդական ընտանիքի հիմքերը քայքայելուն ուղղված գործողությունից, հիմա օրինակ ես չեմ բացառում, որ վաղը Նիկոլ Փաշինյանը որոշի ընդունել կուսակրոնություն, քանի որ ամուսնացած չէ, օրինական ընտանիք չունի եւ փորձի համատեղել երկրի վարչապետի եւ կաթողիկոսի պաշտոնները։ Իդեմս իրեն տեսնենք եւ վարչապետի եւ վեհապար հոր։ Եթե հեղափոխությանը նախորդող կար ժամանակահատվածում նա նույնանում էր Քրիստոսի անձի հետ եւ տեսնում եք այդ մեմերը, տեսնում եք այդ Facebook-յան, այո, այդ քննարկումները համեմատում էին Նիկոլ Փաշինյանի մահացել մի քանի անգամ հարություն է առել։ Հիսուսի հետ այնպես որ ձեր կիսահումորով տրված հարցադրումը կարող է նաեւ վաղը մյուսեր ունենալ լուրջ հիմքեր եւ առարկայացում կարող է նաև նույնանալ ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ինչու ոչ, ես իրենից ամեն ինչ ուղղակի սպասում եմ, բայց ուզում եմ նաև մի կարևոր հարցի անդրադառնալ, իրական Հայաստան, իմ շրջապատում էլ բավական հետաքրքրություն կա այդ տերմինի նկատմամբ, բավականին քննարկումներ են լինում, ինձ են հարցնում ինչ ասել է իրական Հայաստան։ Իրական Հայաստանը Ադրբեջանի ցանկությամբ կարվող եւ կարվելիք Հայաստանն է։ Դա այն Հայաստանն է, որը զուրկ է պետականությունից, պետականության հիմնադրույթների նկատմամբ պատկերացումներից, իրական Հայաստանում չի լինելու ազգային ինքնության
հանրության նկատմամբ հավատ, հարգանք, իրական Հայաստանում լինելու են բոլոր այն օրակարգերը, որոնք սպասարկվում են թշնամական կամ հակառակորդ երկրների կողմից, եւ հիմնված է լինելու ճոռոմաբանության, ստամոքսի, այսպես օխլոկրատիայի, այո, եւ որտեղ ուտելիք են, իրականում ստամոքսի հասարակություն է ձևավորում, բայց ես վստահ եմ, որ այս հասարակությունը, չգիտեմ, լուրջ ճանապարհ անցած հազարամյակների պատմություն ունեցող ազգի ներկայացուցիչներ ենք, ի վերջո թույլ չենք տա, որ ինչ-որ խամաճի կամ ինչ-որ կլոուն կներեք արտահայտությանս համար մի ամբողջ ազգի ու արժեզրկի կամ զրկի ազգային ինքնությունից։ Ես հավատում եմ, որ եկեղեցին եւս պատվով դուրս է գալու այս փորձությունից։ Ուղղակի տեսեք ինչն է խնդիրը։ Մեր բոլոր օծյալ հովապետները պատմության ընթացքում մեր ունեցած բոլոր հովապետները գահակալման հեշտ ժամանակահատվածներ չեն ունեցել, բոլորին էլ վիճակված են եղել բարդ ժամանակահատվածներ, հիմնականում կապված արտաքին թշնամական ասպատակությունների կամ դրսի ուժերի կողմից եկող այդ արգելքների հետ։ Սակայն հիմա ունիկալ դեպքի հետ գործ ունենք, եկեղեցու դեմ ասպատակություն է իրականացնում սեփական ազգի ներկայացուցիչ հանդիսացող երկրի ղեկավարը, այսինքն ներսից է այդ ամբողջ ազդեցությունը ուղղված եկեղեցու դեմ։ Այստեղ կաթողիկոսի անձի մասին խոսք լինել չի կարող, չնայած որ ի սկզբանե այդ հակաեկեղեցական ասպատակությունը սկսվեց կաթողիկոսի անձի շահարկմամբ։ Անձը պատրվակ է ընդամենը, սա մի ամբողջ ինստիտուտ, որ արժեզրկելու, անվանարկելու եւ ուղղակի ոչնչացնելու եւ Նիկոլ Փաշինյանի փառամոլ իշխանատենչությանը ենթարկելու գործընթաց է համակարգային։ Իսկ իրական Հայաստանը, որ ասում եք իր ցանկացած այսպես թեկուս կիսահումորով ասված արտահայտությունը ժամանակի ընթացքում միսու եւ արյուն է ստանում, ինքներդ էլ հասկանում եք, որ իրական Հայաստանի օրակարգը միայն Նիկոլ Փաշինյանի խելքի եւ բասկի բանը չի։ Դա հրամցված, դա համակարգային գործընթաց է, բարդ համակարգային, որտեղ ներգրաված են բավականին լուրջ մարդիկ, քաղաքական տեխնոլոգիաներ, բնականաբար նա անում է ուղղակի խամաճիկի դեր է իրականացնում իրական Հայաստանի այսպես չագերտավոր կերտման ճանապարհին, պիտի ուղղակի այս ամեն ինչի դեմը առնել, այս ազատ անկման դեմը առնել, որտեղ մի օր էլ ուղղակի կարթնանանք եւ կտեսնենք, որ ոչինչ չունենք պետություն, չունենք պետականություն, ընդամենը մի տարածք է, որտեղ ապրում ենք զրկված ինքնությունից եւ այն ամենից, ինչը որ ավանդաբար ունեցել ենք։ Տաթև ջան, մենք արձանագրում ենք սովորաբար Նիկոլ Փաշինյանի արածները եւ կանխատեսում ենք նրա հաջորդ անելիքը։ Ցավալիորեն մեր բոլոր արձանագրումներն ու կանխատեսումները որոշ ժամանակ անց իրականություն են դառնում, մենք դա նույնպես արձանագրում ենք եւ փորձում ենք կանխատեսել մյուս արհավիրքները, որոնք սպասվում են մեզ։ Այ դուք բացի քաղաքագետ լինելուց նաև ներկայացնում եք կոնկրետ քաղաքական ուժ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ եք եւ որոշակի նաև քաղաքական պատասխանատվություն պետք է ստանձնեք դուք, մենք բոլորս կասեցնելու այս գործընթացը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օր բոլորս ենք հայտնում, հասկանում, որ միգուցեև շատ դեպքերում անդառնալի կորուստներ է հասցնում մեր պետականությանը, մեր արժեհամակարգին։ Հիմա ինչ մեխանիզմներով մենք կարող ենք այս ամենի դեմը առնել, քաղաքական ուժերը բնականաբար պետք է ստանձնեն պատասխանատվությունը առաջնորդելու հանրությանը։ Այ Նիկոլ Փաշինյանը ինքը մոգոնում է կերպարներ, ինչ որ սնուցող մայրեր, նահապետ հայրեր եւ փորձում է բարթել ժողովրդի գրպանը, դա Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող տգետ քաղաքականություն է, եթե այսպես մեղմ ձևակերպենք, այո, որովհետեւ ոչ թե պետության ղեկավարն է գնում նահապետ հայրերի հետևից, այլ հակառակը պետության ղեկավարը պետք է սնուցող մայրերին առաջնորդի։ Հիմա դուք ինչ մեխանիզմներով եք ինչ մեխանիզմներ կարող եք առաջարկել կամ ինչպես եք տեսնում, այսպես ասած, այս ամենի դեմն առնելը։ Ես նախապես իմ խոսքի մեջ այդ մասին խոսեցի, այս ամեն ինչի դեմը հնարավոր է առնել միայն քաղաքական ուժերի լայն ճակատով կոնսոլիդացիայի արդյունքում, հայկական օրակարգի շուրջ կոնսոլիդացիայի արդյունքում, հայկական օրակարգը Հայաստանի Հանրապետության պահպանության Այս հենց դրա համար ինչի կրկներողություն ընդհատեմ, ես լսել եի, որ դուք արդեն անդրադարձել եք, ուղղակի ուզում եմ մի քիչ ավելի ծավալվեք այդ հայկական օրակարգի հարցի շուրջ։ Օրակարգը Հայաստանի Հանրապետության մասին է, Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման եւ ամրապնդման մասին է,
ազգային ինքնության պահպանման մասին է, իշխանության բոլոր ճյուղերի տարանջատ եւ անկախ գործելու մասին է, ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների եւ ազատությունների մասին է, ընտրական ինստիտուտի թափանցիկ եւ գործընթացային առումով արդար գործելու մասին է, այսինքն իրական ժամանակակից չափանիշներով պետականության ատրիբուտներ ունեցող պետության գոյության մասին է։ Հայկական օրակարգի շուրջ բնականաբար պիտի համախմբում տեղի ունենա բոլոր քաղաքական ուժերի, անկախ շահերից, անկախ նկրտումներից, անկախ քաղաքական, այսպես նպատակադրվածություններից, միայն այդ դեպքում հնարավոր է Նիկոլ Փաշինյանի դեմ լայն ճակատ ձևավորելու միջոցով ինչ-որ բանի հասնել եւ բացի այդ մեր քաղաքական ուժը առաջարկում է թշնամական քաղաքական եւ տնտեսական ազդեցությունից, այսպես ակցիանից դուրս գալու այլընտրանքային եւ ռեալ իրագործելի ճանապարհ, դա հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է, որը թրիփին այսպես անալոգ պիտի լինի, թրիփը իրականում մեզ դնելու է ակցիանի մեջ եւ բոլոր հաղորդակցային ուղիները անցնելու են Ադրբեջանի տարածքով, իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մենք տոտալ վերահսկողության տակ ենք գտնվելու Ադրբեջանի թե քաղաքական եւ թե տնտեսական առումով, իսկ հյուսիս-հարավը լայն ճակատ է ենթադրում, կոնսորցիում է ենթադրում նաեւ BRICS-ի երկրների հետ, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, դա թույլ կտա մեզ աշխուժացնել մեր տնտեսությունը քաղաքական առումով իրացնել մեր ունեցած ակտիվը, բոլոր պետությունների հետ այսպես կոմպլեմենտար քաղաքականություն իրականացնել, բոլորի հետ ըստ մեր շահերի եւ առաջնահերթությունների կայուն քաղաքականություն իրականացնել։ Դա ռեալ իրագործելի ծրագիր է, սակայն դա իրագործելու համար պետք է ունենալ խելամիտ պետականության արժեքը իմացող եւ պետականության դիրքերից հանդես եկող իշխանություն կամ ղեկավար ուժ։ Մենք բոլոր ուժերին քաղաքական կոչ ենք արել եւ շարունակում ենք կոչ անել հայկական օրակարգի շուրջ համախմբել, որը լինելու է հակադրություն Նիկոլ Փաշինյանի առաջարկած իրական Հայաստանի կամ 4-րդ հանրապետության Չորրորդ հանրապետությունը Հայաստանի հանրապետության գերեզմանափորն է։ Իրական Հայաստանը Հայաստանի հանրապետության գերեզմանափորն է։ Իրական Հայաստանը Հայաստանի հանրապետության մասին չէ։ Իրական Հայաստանը ադրբեջանաֆիկացված, օտարածին եւ օտար օրակարգեր սպասարկող ամորֆ ինչ-որ տարածքի տերիտորիայի մասին է։ Պետությունը միայն տերիտորիա չէ, պետությունը պիտի ունենա հոգի, միս, արյուն, բովանդակություն, գործընթացներ, իսկ հիմա այդ ամեն ինչը ուղղակի ոչնչացվում է համակարգային ձևով։ Ես որպես կուսակցության ներկայացուցիչ ասում եմ, հայկական օրակարգի շուրջ պիտի լինի տոտալ համախմբում, լայն ճակատի ձևավորում, անկախ թե որ գաղափարական հոսանքին է տվյալ քաղաքական ուժը պատկանում, նախկինում ինչ խնդիրներ են ունեցել իրենց հետ կամ իրենք մեզ հետ, ի վերջո ընդհանուր թշնամու դեմ լայն ճակատի ձևավորումը նաև մենք տեսանք երկրորդ աշխարհամարտի տարիներին, այնպես որ դա քաղաքագիտորեն եւ պատմական առումով ընդունված պրակտիկա է։ Մենք պիտի կարողանանք մեր մեջ այդ ուժը գտնել եւ դա անել։ Իրականում 21 թվականին դրա այսպես բանաձևը առաջին նախագահը տվեց։ Ուղղակի այն ժամանակ ոչ ոք չհասկացավ, այդ թվում նաև պաշտոնաթող երկրորդ եւ երրորդ նախագահները, նա առաջարկում էր համախմբում պայմանով, որ իրենցից ոչ ոք այլևս չի հավակնելու իշխանության եւ իշխանության պետք է բերվեր տեխնոկրատ ինչ-որ ուժ, չեզոք, որը պետք է երկիրը տվյալ անդունդից դուրս հաներ, սակայն դա չհասկացվեց ոչ հասարակության կողմից, ոչ քաղաքական ուժերի կողմից։ Հիմա արդեն ավելի վատ վիճակ է, հազարապատիկ լրջանալու իրավիճակ է, եթե այն ժամանակ լրջանալու ժամանակահատվածն է, հիմա հազարապատիկ լրջանալու, որովհետեւ ուղղակի ազատ անկման մեջ ենք գտնվում։ Այսպես մեր սիրելի պարոն Աշոտ Սարգսյանը ասում է, որ ազգերը այսպես ինքնասպանություն են գործում, երակները կտրած եւ տաք ջրի մեջ նստած պայմաններում։ Հիմա իրականում հենց այդ պայմաններում էլ գտնվում ենք, չենք հասկանում ինչա կատարվում, երակները մեր կտրած է եւ նստած ենք տաք ջրի մեջ։ Դրա դեմը ուղղակի պետք է առնել Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է ձևավորել այդ ճակատը, այդ պատնեշը։ Իրական Հայաստանին պետք է հակադրվի հայկական օրակարգը։ Հայկական օրակարգը ինքնություն ունեցող, պետականություն ունեցող Հայաստանի Հանրապետության մասին է։ Դե ինչ, հուսանք, որ վաղ թե ուշ, ավելի շուտ, ոչ թե վաղ թե ուշ, այլ շուտ այդ համախմբումը տեղի կունենա, որովհետև հակառակ դեպքում անպայման մի օր Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, որովհետև հավերժ չի, սակայն այլևս կարևոր չի լինի, թե ով կփոխարինի նրան, որովհետև գուցե այլևս պետություն չունենան։ Ասում է, օտար մի իշխան կգա եւ մեզ վերակացու կլինի, այդ նույն մտայնությունն էլ հիմա է, այնպես որ պատմությունը կրկնվելու շատ վատ սովորություն ունի, ցավալի է, բայց մենք հենց այդ պատմության կրկնությանն էլ ականատես ենք լինում։ Դասեր չենք քաղում ոչ մի կերպ մեր պատմությունից։ Ամենահարուստ, ամենավայրի վերումներով լի հայոց պատմությունն է հայոց պատմությունը, սակայն ամենակիչն ենք սովորում մեր պատմական դասերը։ Դե ինչ Տաթև ջան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Տաթև Զորյանի հետ։ Այսօր այսքանը,
Շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։